Եկեք սրտանց ասենք փառք մեր Տեր Աստծուն, սիրելի եղբայրներ եւ քույրեր, որ այսօր Տերը մեզ կանչել այստեղ, հրավիրել այստեղ, որպեսզի մեզ կյանք շնորհի, իր ողորմության շնորհիվ, իր շնորհքի շնորհիվ, որ մեզ ծերի փրկություն ա տալիս, փառք Տիրոջը դրա համար։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մեր հոգևոր շինության համար ես ուզում եմ կարդալ Զաքարիա մարգարեությունից մի քանի համարներ։ Զաքարիա մարգարեություն 4-րդ գլուխ 6-րդ խոսք։ Եվ պատասխան տվավ ու ինձի խոսեցավ ասելով, այս է Տիրոջ խոսքը, որ Զորաբաբելի կսվի, զորությամբ չէ եւ ուժով չէ, հապա իմ հոգովս կսե զորած Տերը։ Զաքարիա տանունը նշանակում է Եհովան կհիշի։ Այդ տանունը այդպես է թարգմանում, Եհովան կհիշի։ Զաքարիան անգիա մարգարեի ժամանակակիցն էր։ Այս երկուսն էլ սկսել են իրենց ծառայությունը Բաբելոնյան գերությունից հետո, երբ որ հրեաները Բաբելոնից վերադարձան Երուսաղեմ եւ սկսեցին վերականգնել Երուսաղեմի տաճարը։ Դա 538 թվականն էր Քրիստոսից առաջ, որ Հովսեդեկյան, Հեսուի եւ Սաղաթելյան Զորաբաբելի ժամանակ սկսվեց տաճարի, քանդված տաճարի շինարարությունը։ Եղբայրներ, քույրեր, երբ որ Սողոմոնը կառուցում էր տաճարը, Սողոմոնի ձեռքի տակ ամեն ինչ կար, ամենահարուստ մարդն էր Սողոմոնը, ամենահարուստ պետությունն էր տարել։ Նրա ձեռքի տակ կար անսահմանափակ միջոցներ։ Իսկ Բաբելոնից վերադառնալուց հետո Իսրայելի մնացորդը չուներ բանակ, չուներ միջոցներ, Զաքարիայի ձեռքում չկար այդպիսի իշխանություն, ինչպես Սողոմոնի ձեռքում էր։ Եվ ահա թե ինչու համար է, որ այստեղ ասում է զորությամբ չէ եւ ուժով չէ, հապա իմ հոգովս կսե Տերը։ Զաքարիան շփոթվել էր, մտածում էր, ինչ պիտի անեմ ես, ոնց պիտի վերականգնվի այս տաճարը։ Չէ որ չկա իշխանություն, չկան միջոցներ, ոնց պիտի ես վերականգնեմ։ Դրա համար մարգարեն մոտենում է եւ ասում է, որ զորությամբ չի եւ ուժով չի, հապա իմ հոգուս։ Փառք Տիրոջը, սիրելի ժողովուրդ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Հավանաբար Զաքարիան եւ հրեաներին թվում էր, որ այդքան սահմանափակ հնարավորություններով հնարավոր չէ կառուցել տաճարը։ Հնարավոր չէ սարերը շարժել, բայց Աստված ասաց. լեռը կշարժվի եւ կդարձնի դաշտ։ Ինչ լեռներ էին կանգնած բանի առաջ, Զաքարիայի առաջ, Զորաբաբելի առաջ, ներողություն։ Այդ լեռներից էր օրինակ օպոզիցիան, շրջակա թշնամիները, վատ բերքահավաքը, ժողովուրդը չէր կատարում Աստծո կամքը, բայց Աստված խոստում տվեց Զորաբաբելին, որ կկառուցվի տաճարը։ Զաքարիա 4:7-ում կարդում ենք հաջորդ համարը։ Դու ով ես մեծ լեռ, ով ես Զորաբաբելի առջև, դաշտ պիտի լաս, ու գլխի քարը ինքը պիտի հանե, ու պիտի աղաղակե շնորհք անոր։ Եղբայրներ, քույրեր, դու ով ես մեծ լեռ, ով ես որ Զորաբաբելի առաջ կանգնում ես, եւ դրա համար գլխի քարը, այսինքն ռուսերենում գրած է կրայգոլնի կամեն, գլխի քարը պիտի հանվի եւ ուրեմն պիտի աղաղակեն
շնորհք, շնորհք, շնորհք։ Ահա այն բանալին, որ Աստված ուզում է մեզ մեր սրտերի մեջ դնել, որպեսզի մենք, երբ որ մենք հանդիպում ենք դժվարությունների, այսինքն երբ որ մեր կյանքում դժվարություններ ենք հանդիպում, լեռների ենք հանդիպում, հավատացյալի կյանքում, եթե նա Տիրոջն է եկել եւ հանդիպել է այդպիսի լեռների դժվարությունների, այդտեղ մի գաղտնիք կա։ Տեր ասում է։ Տերն ասում է, որ վերցրու գլխի քարը, այսինքն գլխի քարը դա Քրիստոսն է, եւ աղաղակի շնորհք, շնորհք, շնորհք։ Այսինքն դիմի Քրիստոսին եւ Քրիստոսի շնորհքը, որ ամբողջ աշխարհի մարդկության համար է, ինչպես Տիտոս 2:11-ում ասում, որ Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևցավ, բոլոր մարդկանց։ Երբ որ դու այդ դժվարության պահին քո առջև կանգնած լեռների ժամանակ, երբ որ դու շնորհքին ես ապավինում, լեռները դառնում են դաշտ, դուք ով եք լեռներ, որ կանգնած եք Զորաբաբելի առաջ, դուք դաշտ պիտիլակ։ Սուրբ Գիրքը եղբայրներ քուրեր շատ է խոսում շնորհքի մասին։ Սուրբ Գրքում 125 տեղ կա, որ խոսվում է շնորհքի մասին, իսկ Նոր Ուխտի 21 գրքերից 16-ում Պողոս առաքյալը գրում է, որ շնորհք եւ խաղաղությունը ձեզի հետ լա։ 21-ից 16-ում այդպես ասում Պողոս առաքյալը։ Մենք կարդում ենք Եփեսացիս թղթի մեջ երկրորդ գլխի մեջ 7-8 համարները, ես ուզում եմ կարդալ սիրելի եղբայրներ քուրեր, Եփեսացիս երկրորդ գլուխ 7-8 համարները։ Ուրեմն մի քիչ վերևից կարդամ, 6-ից կարդամ։ Եվ անոր հետ մեծ հարուց ու անոր հետ նստեցուց երկնավորնուն մեջ Քրիստոս Հիսով, որպեսզի գալու դարերու մեջ ցույցնեի շնորհքին գերազանց մեծությունը։ Եկող դարերի մեջ ցույց տա, թե ինչ գերազանց մեծություն ունի Աստծո շնորհքը։ Ուրեմն վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ այս ոչ թե ձեզ մե հապասու պարգևն է, ոչ թե գործերեն, որ մեկը չփաստանա, բանսի մենք ամենքս անոր ձեռագործն ենք Քրիստոսով ստեղծված բարի գործերու համար, որոնց Աստված առաջուներ պատմեց մեզ, որպեսզի անոր մեջ քայլենք։ Այո, եղբայրներ քուրեր, մենք Աստծո ձեռագործն ենք։ Մենք շնորհքով ենք փրկված։ Ձրի այդ փրկությունը մեզ համար։ Միայն մեզի պետք է հավատ։ Միջոցը հավատն է, բայց փրկությունը ձրի է։ Շնորհքով եք դուք փրկված հավատքի միջոցով։ Սա գործերից չի։ Սա մեր կատարած գործերից չի, եղբայրներ քուրեր, որտեղ էինք մենք, երբ որ կարդում ենք երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխի 10 համարներում, որ Պողոս առաքյալը այսպես ասում, ես ուղղակի կուզեմ ասենք այդ տեղից մի հատ նայել, կարող ենք այդպես էլ ասել, որ մեզ փրկեց ու սուրբ կոչումով կանչեց մեզ, ոչ թե մեր գործերին նայելով, հապա իր նախասանությանը եւ շնորհքին նայելով, որ մեզի տրվեցավ Հիսուս Քրիստոսով հավիտենական դարերից առաջ։ Այս բանը մեզի Հիսուսով տրվեցավ, հավիտենական դարերից առաջ տրվեցավ, իսկ հիմա հայտնվեց մեզ ավետարանով, որ մահը խափանեց եւ իր լույս անեց կյանքն ու անմահությունը ավետարանի միջոցով։ Մահը խափանվել է, եղբայրներ քուրեր, շնորհքով մահը խափանվել է, ավետարանը իր լույսը անե դա, ավետարանի ժամանակը, որ մենք իմանում ենք, որ մահը խափանվել է, հին ուխտի մարդիկ հավիտենական կյանքի մասին այդպես պատկերացում չունեին, նրանց պատկերացումները մշուշոտ էր, նրանք այդպես չէին հասկանում, բայց Հիսուսով մենք հասկացանք, որ մահը այլևս պարտված է, այլևս իշխանություն չունի այն հավատացյալի վրա, որ ապավինում է Տիրոջ շնորհքին։ Սիրելի եղբայրներ քուրեր,
Ոմանք այսպես են ասում, որ մենք պիտի լավը դառնանք, լավ բաներ անենք, լավ գործեր անենք, որ գանք Քրիստոսին։ Շատ քարոզիչներ էլ այդպես են քարոզում, օրենք են քարոզում։ Բայց օրենքը ոչ մեկին չի փրկել, չի էլ կարող փրկել։ Եղբայրներ քուրեր, օրենքը չփրկեց անգամ Մովսեսին։ Դրա համար սիրելի եղբայրներ քուրեր, մենք ոչ թե պետք է լավը դառնանք, որ գանք Քրիստոսին, այլ պետք է գանք Քրիստոսին, որ լավը դառնանք։ Ճիշտ հակառակը։ Ավետարանի քարոզությունը երբեմն շատ հակառակ է լինում, եւ դրա համար մարդկանց վրա այդպես մարդկանց ներքին կյանքի վրա ազդեցություն չի ունենում։ Մեզ փրկում է Աստծո շնորհքը, ոչ թե մեր ծառայությունները, ոչ թե մեր գործերը, ոչ թե մեր քարոզները, ոչ թե մեր երգերն է մեզ փրկում, այլ մեզ փրկում է Աստծո շնորհքը։ Ինչ է շնորհքը, եղբայրներ քուրեր։ Շնորհքը դա մի նվեր է, մի բարի պարգև է Աստծուց, որ տրված է մարդուն, երբ որ մարդը ոչ մի արժանիք չունի, ոչ մի արժանիք չունի, դրա այդպիսի մարդուն տրված նվերն է դա։ Ոմանք կարծում են, որ ես մի քիչ արժանիքներ ունենամ, որ արժանանամ Աստծո շնորհքին։ Ոմանք էլ ասում են, ես Աստծո շնորհքը ստանամ, Աստծուց ողորմությունը ստանամ, հետո կամաց կվճարեմ այդ մարդը։ Այս բոլորը եղբայրներ քուրեր միամտություններ են, այս բոլորը սուտ վարդապետություն է։ Շնորհքը դա կրեդիտնի կարտ չի, շատ ներողություն, որ վերցնենք, հետո կամաց վճարենք։ Շնորհքը դա ձրի է, Աստծո ողորմությունն է, Աստծո սիրո արդյունքն է, Աստծո շնորհքը Աստծո սիրո արդյունքն է։ Աստված խոսում է մեզ եւ սովորեցնում է, որ մենք ապավինենք այդ շնորհքին։ Երբ որ շնորհքը գալիս է մեր մեջ, մենք ուզում ենք ապրել ինչպես Հիսուսը։ Հիսուսի նման ենք ուզում ապրել։ Շնորհքը մեզ ուժ է տալիս։ Եթե դու ուժ չունես, եթե դու ապավինում ես շնորհքին, ապա դու ուժ ես ստանում։ Պողոս առաքյալը մենք կարդում ենք երկրորդ Կորինթացիս թղթի մեջ 12-րդ գլխի մեջ ասում է 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ այդ խայթոցը վերացնի, բայց Տերը ասեց իմ շնորհքը սերի քա քեզի, կարդամ այդ տեղը։ Պողոս առաքյալը անչափ շատ ուրեմն բաներ ուներ, հայտնություններ ուներ, անչափ շատ հրաշքներ էր կատարվում առաքյալի միջոցով եւ վախ կար, որ առաքյալը որպես մարդ հպարտանա։ Եվ Պողոս առաքյալը այսպես ասում 12-րդ գլուխ 7 խոսքից երկրորդ Կորինթացիս. Եվ որ չլա թե ես հպարտանամ խիստ շատ հայտնություններուն համար ինձի մարմնի խայթոց մտրվեցավ սատանայի հրեշտակ մզից նեղելու համար, որ չլա թե հպարտանամ։ Այսօր համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ մեկդին է ինձի, ուսավ ինձի, իմ շնորհքը սերիք է քեզի, վասի իմ զորությունը ստեկարության մեջ կկատարվի։ Ուստի մեծ հոժարությամբ ավելի ու տեկարություններից վրա պիտի պարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունը իմ վրա սանցի։ Իմ տեկարություններից վրա կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունը հանգչի իմ վրա, իմ շնորհքը սերիք է քեզի։ Այո, սատանայի հրեշտակը քեզ նեղում է, բայց իմ շնորհքը հերիք է քեզի։ Եղբայրներ քուրեր, շնորհքը ոչ միայն փրկության համար է, այլ շնորհքը առօրյա կյանքում ապրելու համար է։ Ես այս պահին հիշեցի Հոբի գրքից մի համար, որ կուզեի կարդալ, Հոբի գրքի 6-րդ գլխում մենք կարդում ենք հետևյալ խոսքը, Հոբ 6-րդ գլուխ համարը հիմա կասեմ։ Վեցերորդ գլուխ 10-րդ խոսքը։ Բայց տակավին այս մխիթարությունը պիտի ունենամ եւ անողորմ ցավին մեջ պիտի ուրախանամ, որ ես Սուրբին խոսքերը չուրացա։ Այս մխիթարությունը պիտի ունենամ, սրանով ես պիտի մխիթարվեմ։ Ինչու պիտի մխիթարվեմ։ Ոչ թե նրանով, որ իմ ցավերը վերցրեց Աստված, այլ որ ես Սուրբի խոսքերը չուրացա։ Անողորմ ցավի մեջ, եղբայրներ քուրեր։ Հետարքիրա Հոբը այսպես անիմաստ չէր ասում այս խոսքերը։ Նա չէր
ասում, որ նա չէր ասում նրա համար, որ ասի, որպեսզի մենք իմանանք կարդանք, նա իրապես այդ անողորմ ցավի մեջ ուրախանում էր։ Ինչի համար էր ուրախանում, որովհետև շնորհքը գերազանց է ամեն բանից։ Շնորհքը հաղթում ամեն բան, եղբայրներ քույրեր։ Շնորհքը ուժ է տալիս քեզ ամեն մի բան հաղթարելու համար։ Դրա համար սիրելիներս, ուրեմն Աստված ոչ թե հեռացրեց Պողոս առաքյալից այդ խայթոցը, այլ ասեց իմ շնորհքս հերիք է քեզի եւ ուժ տվեց շնորհքի միջոցով։ Այդ ուժը երբ է գալիս մեր վրա, երբ որ մենք վստահում ենք Աստծո շնորհքին, այսինքն Աստծո նվերին, Աստծո ձրի փրկության նվերին։ Տերը 3 անգամ ասեց, որ իմ շնորհքս հերիք է քեզ։ Պրոբլեմի լուծման երկու եղանակ կա, եղբայրներ քույրեր։ Առաջի եղանակը նա է, որ պրոբլեմ ունես, սարեր ունես քո առաջին։ Այդ սարերը այսպես հաղթարեց, ասենք, աղոթեցիր, խնդրեցիր, Տերը ողորմություն արավ, սարերը քշեց։ Եվ լեռները քշեց քո առաջից եւ դու, ասենք, բժշկություն կարիք ուներ, բժշկվեցիր։ Կամ ասենք ինչ-որ քո կարիքները հոգած։ Սա առաջի եղանակն է, բայց երկրորդ եղանակը գիտեք որն է, որ ոչ թե պրոբլեմներն է հեռացնում քո մեջից, այլ քեզ շնորհք է տալիս, քեզ ուժ է տալիս, որ այդ պրոբլեմների մեջ դու անողորմ ցավի մեջ ուրախանաս եւ այդ պրոբլեմները քո առջեւ դաշ դառնա, որ դու չտեսնես։ Աստված իր շնորհքը ուղարկում է մեր մեջ, մեզ ուժ է տալիս, որ մենք հաղթահարենք պրոբլեմը։ Եվ դրա համար էլ Եբրայեցի 4:16-ում կարդում ենք, որ ասում է համարձակությունով մոտենանք շնորհած աթոռին, ողորմություն գտնենք եւ շնորհք ստանանք։ Համարձակությունով մոտենանք շնորհած աթոռին, որպեսզի ողորմություն ընդունենք եւ շնորհք գտնենք պետք եղած ատենը մեզի օգնելու։ Շնորհք գտնենք, երբ որ քեզ պետք է, այդ ժամանակ շնորհք ես գտնում Տիրոջ առաջ եւ Տերը քեզ օգնում է։ Եղբայրներ քույրեր, համարձակությունով մոտենանք շնորհածատ։ Նա չի ասում մոտենանք դատաստանի աթոռին, ձեր մեղքերի համար դատաստանի աթոռին մոտեցեք, որ դատվեք։ Նա ասում է մոտեցեք շնորհքի աթոռին։ Փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր։ Շնորհքը մեզ ուժ կտա, այն գարշելի ամպերը, որ մեր վրա այդպես կախված են, այն սև ու գարշելի ամպերը, որ մեր վրա կախված են, շնորհքը մեզ ուժ է տալիս եւ մեր առջևից է գնում, որպեսզի մենք հաղթենք։ Եվ ինչպես Դավիթը հաղթեց Գողիաթին, Գողիաթը մի լեռ էր, մի բլուր էր Դավիթի առաջ, բայց ինչպես Դավիթը հաղթեց Գողիաթին, որտեղ զորությամբ չի եւ ուժով չի, հապա իմ հոգով ես կսե Տերը։ Երբ Զորաբաբելը վերադարձավ գերությունից, տեսավ, որ Երուսաղեմը քանդված էր, հողին հավասարեցված էր, բայց Զորաբաբելն ասաց. ես կվերականգնեմ տաճարը, կվերականգնեմ Պարիսպը եւ կյանքը կշարունակվի։ Զորաբաբելը սկսեց տաճարից։ Եղբայրներ քույրեր, նա չսկսեց իր տունը կառուցելուց, այլ սկսեց Աստծո տաճարի կառուցումից։ Նա ասաց, եթե մենք ուզում ենք վերականգնել երկիրը, պետք է սկսենք տաճարից։ Մենք ուզում ենք վերականգնել Հայաստանը, պետք է սկսենք եկեղեցուց, պետք է սկսենք տաճարից։ Եկեղեցին է, որ եղբայրներ քույրեր, պետք է մեզ տա այդ զորությունը, տա այդ հնարավորությունը մեր ազգի համար։ Բայց երբ որ Զորաբաբելը դրեց հիմքը, նրա առջև մի մեծ լեռ եղավ, բայց Զորաբաբելն ասեց. դու ով ես մեծ լեռ, նորից կարդանք այդ տեղը, դու ով ես մեծ լեռ, Զաքարիայի մարգարության մեջ, դու ով ես մեծ լեռ, որ Զորաբաբելի առջև դաշտ պիտի լաս, ու գլխի քարը ինքը պիտի հանե, ու պիտի աղակեն շնորհք, շնորհք անոր։ Շնորհք, շնորհք անոր։ Եղբայրներ քույրեր, Զորաբաբելը խոսեց իր առջև կացած լեռան մասին։
Մարկոսի ավետարանի 11:23-ում կարդում ենք, որ նույնիսկ կարճ եմ ասում, ով որ այս լեռանը սե ելիր ու ծովը ընկիր եւ իր սրտի մեջ չերկմտի, ինչ որ ասի պիտի լա, ինչ որ հավատա պետք է լինի։ Այո, այդ լեռները դրանք այդ մեծ արգելքներն են, մեծ դժվարություններն են։ Եկել են այդ լեռները եկել են խանգարելու քեզ, կանգնեցնելու քեզ, որ դու չհաղթես։ Բայց Զորաբաբելը չվախեցավ եւ ասաց. Երբ Տերը ասնի քո միջով, ով լեռներ, դուք կդառնաք դաշտ, դաշտավայր կդառնաք։ Այլևս լեռ չեք մնա։ Դուք մտենալ Տիրոջը, ամեն բան սկզբում լավ է, բայց հանկարծ Տեր առջև երևաց լեռը, քեզ հիասթափեցրեց, այդ լեռը քեզ հիասթափեցրեց։ Այդ լեռը ինչ ասում քեզ, այդ լեռը քեզ ասում է, դու չես կարող, քեզանից ոչինչ դուրս չի գա, ոչինչ չի ստացվի քեզանից, իզուր ես շարունակում, կանգ առ, սպիտակ դրոշակը վերցրու եւ պարտությունը գրանցի, ոնց են ասում, կապիտուլյացիայի ենթարկվի։ Բայց եկեք հիշենք, թե մենք ում ենք ծառայում, եղբայրներ, քույրեր, որ մեզ տալիս է փրկվելու շնորհք, տալիս է շնորհք զորության, հաղթահարելու այն բոլոր դժվարությունները, որ կանգնած են մեր առջև։ Երբ այդ շնորհք հասնում է լեռան մի վրայով, այդ լեռը դառնում է դաշտ։ Հիմա երբ որ քո առջև լեռները հանդիպում, խնդիրները հանդիպում, դուք ասացեք շնորհք, շնորհք, շնորհակալ եմ Տեր, այն շնորհքի համար, որ տալիս ես ինձ, որ ուժ է տալիս այդ լեռները դաշտեր դարձնելու։ Աստծո խոսքն ասում է, որ Զորաբաբելը հոգով տկարացավ եւ կորցրեց հույսը այդ լեռների պատճառով եւ 16 տարի շինարարությունը կանգ առավ։ Բայց Տեր ասում է, Փիլիպպեցիս առաջի գլուխ 6-րդ խոսքում կարդում ենք Տիրոջ խոսքը, որ այսպես ասում։ Փիլիպպեցիս առաջի գլուխ 6-րդ խոսք։ Այս մասին վստահ դալով, թե անոր ձեր մեջ բարի գործը սկսեց, մինչև Հիսուս Քրիստոսի օրը պիտի կատարե։ Նա որ այդ բարի գործը սկսել է, կանչել է քեզ դեպի կյանք, կանչել է քեզ դեպի ապաշխարության։ Այդ բարի գործը երբ որ քո մեջ սկսել է, ինչ էլ պատահի քո հետ, նա պիտի ավարտի։ Նա չի կարող մի գործ սկսի ու կիսատողի։ Աստծո խոսքը այդպես ասում է, եղբայրներ, քույրեր։ Բայց մենք շուտ ենք հանձնվում, շատ շուտ հանձնվում ենք, քեզ մի փոքր դժվարություն եղավ, ստում ենք հանձնվել, շպրտում ենք մի կողմ, այն ինչ որ սկսել ենք, ինչ գործ որ սկսել ենք, դնում ենք մի կողմ, և Աստված ուզում է, բայց Աստված ուզում է իր շնորհքով մեր կյանքում կատարել, այն ինչ որ ինքը ծրագրել է, և մենք պետք է չհեռանանք, եղբայրներ, քույրեր, և շարունակենք, եթե նույնիսկ մեզ համար անհասկանալի է, թե ինչ է լինելու, ինչ կլինի։ Մեր կյանքում կարող են արգելքներ լինել, բայց կգան նաև այլ ժամանակներ, ուրիշ ժամանակ էլ կգա, արգելքները կգնան և կգա ուրիշ ժամանակներ։ Երբ որ Աստված սկսում է ինչ-որ բան, ապա նա անպայման ավարտելու է։ Կան մարդիկ, եղբայրներ, քույրեր, որոնք հիասթափվել են և թվում է, թե ամեն ինչ վերջացել է արդեն իրաց կյանքում, հուսալքվել և հիասթափվել են և կարծում են, որ վերջ ամեն ինչ, այլևս ոչ մի բան չի ստացվի։ Բայց այս հուսալքման և հիասթափության պահին մարգարեն եկավ և Զորաբաբելին ասաց. ասպես է ասում Տերը, սկսի նորից, 4-րդ գլուխ 9-րդ խոսքը, կարդում եմ նորից Զաքարիա մարգարության 4-րդ գլուխ 9-րդ խոսքը, 8-ից կարդամ, դարձած Տիրոջ խոսք ինձ եղավ ասելով, այս տունը Զորաբաբելի ձեռքերը հիմնեցին, և անոր ձեռքերը պիտի կատարեն զանիկա, Զորաբաբելն է սկսել հիմքը Զորաբաբելն է դրել, և պիտի կատարեն զանիկա, ու պիտի գիտնաս, որ զորացները ձեզի ղրկած է,
Քանզի պստիկ բաներին օրը ով անարգեց, Վասյան 7 աշկերը ուրախությամբ պիտի տեսնեն գնդակը Զորաբաբելի ձեռքի մեջ, անոնք Տիրոջ աշկերն են, որոնք բոլոր երկրի վրա կպտտին։ Այն 7 աշկերը պիտի տեսնեն գնդակը Զորաբաբելի ձեռքի մեջ։ Գնդակը ի՞նչն է։ Մենք ինչ ենք ասում, շոուլ ենք ասում, չէ՞ որ պատից բան են անում։ Կախում են պատի ուղղությունը ստուգելու համար։ Աստծո 7 աշկերը, 7 հոգիները պիտի տեսնեն, որ Զորաբաբելի ձեռքում այդ գնդակն այսինքն շարունակում է շինարարությունը եւ ուժա տալիս շնորհքը Զորաբաբելին, եւ Զորաբաբելը շարունակում է կատարել Աստծո ծրագիր, Աստծո գործը։ Հավատացեք շնորհքին եւ նորից սկսեք։ Աստված կավարտի այն, ինչ որ սկսել է մեր կյանքում։ Հետո Մարգարեն ասաց. «Վերցրու գլխի քարը», այսինքն վերցրու այդ կրայգորնի կամ անկյունի քարը եւ դիր հրապարակում եւ ասաց շնորհք, շնորհք, շնորհք։ Այսինքն նայիր ուշադրությունը դարձրու Քրիստոս քարի վրա, Քրիստոսի վրա ուշադրությունը դարձրու եւ ապավինի այդ շնորհքին։ Զորաբաբելն ուներ երկու խնդրեմ՝ ներսից եւ դրսից։ Եղբայրներ քուրեր, նրա շինարարության ժամանակ ամեն ինչ ծախողվել էր եւ 16 տարի, ինչպես մի քիչ առաջ ասեցի, ոչինչ չէր կատարվել։ Բայց Մարգարեն ասաց. «Վերցրու գլխի քարը», այսինքն Քրիստոսին դիր քո առաջ եւ ապավինի նրա շնորհքին եւ ասա շնորհք, շնորհք, շնորհք անոր։ Գլխի քարը խորհրդապատկերում է Քրիստոսին, որ մենք կարդում ենք այդ քարը, որ Մատթեոս Ավետարանի 21-րդ գլուխ 42 խոսքում ասում է. «Այն քարը զոր շինողները անարգեցին, անիկա անկյունի գլուխ եղավ»։ Եվ սա հաճելի է մեր աշխարհին։ Այն քարը զոր շինողներն անարգել են, շինողները ասում են, «Էսի պետքական չի»։ Մի կողմ են դրել, անարգել են եւ Քրիստոս անարգված եղավ։ Բայց դա դարձավ անկյունի գլուխը։ Քրիստոսն այն քարն էր, որ Գողգոթայի խաչի վրա ասաց. կատարվեցավ, կատարվեցավ։ Ամեն բան կատարվեցավ։ Մարդկության փրկության հույսը, մարդկության փրկությունը կատարվեց։ Հիմա եթե դուք սկսել եք եւ հուսալքվել եք, ապա վերցրեք գլխի քարը, այսինքն անկյունի քարը, կենտրոնացեք Քրիստոսի վրա եւ ասեք, աղաղակեցեք շնորհք, շնորհք անոր։ Եվ այս շնորհքը ձեզ ուժ կտա եւ դուք կարող եք անել այն, ինչ որ Տիրոջը հաճելի է։ Եվ դուք կարող եք նորից սկսել, ոչ թե մի կողմ թեքել միշտ, ոչ թե մի կողմ կանգնել, այլ նորից սկսել։ Երբ որ Զորաբաբելն աղաղակեց շնորհք, շնորհք, մարդիկ սկսեցին շարժվել։ Ամեն սկսեցին կառուցել տաճարը։ Ամեն մեկը մի բան էր բերում տաճարի շինարարության համար եւ տաճարը սկսվեց կառուցվել։ Եղբայրներ քուրեր, հիմա եթե դուք ունեք խնդիրներ եւ ձեր արժեվում լեռներ են, անհաղթահարելի լեռներ են, արգելքներ են, ապա ասացեք այդ լեռներին։ Քրիստոսը դրեք ձեր արժևին, գլխի քարը դրեք ձեր արժևում, նայեք իրան, ինչպես Եբրայեցիս 12-ում ասում, Քրիստոսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Նայենք Քրիստոսին եւ ասենք շնորհք, շնորհք անոր։ Այսինքն ապավինենք նրա շնորհքին եւ լեռները կդառնան դաշտեր։ Մենք չպետք է միայնակ պատերազմենք եղբայրներ քուրեր, պատերազմը մերը չի, պատերազմը Աստծունն է։ Ուրեմն մի հուսալքվեք։ Եթե դուք հիմա հուսալքված եք, եթե կարացած եք հավատքի մեջ, դրեք Քրիստոսին ձեր առջև, ապավինեք շնորհքին եւ կտեսնեք, որ այդ լեռները դառնում են դաշտեր։ Աստված ունի ժամանակ։ Թե կան ժամանակներ խնդիրների համար, բայց կան ժամանակներ այդ խնդիրները արգելելու, այդ խնդիրները հաղթահարելու համար։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եթե հիմա ովքեր որ հուսալքված են, ում առջև այդպիսի խնդիրներ կան, հիմա մենք պիտի աղոթենք եւ պիտի աղաղակենք շնորհք, շնորհք անոր։ Կանգնենք աղոթքի։